Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ 2025-ը բավականին բուռն, սակայն մեզ համար գուցե անսովոր զարգացումների տարի էր։ 2025-ը սկսվեց Ադրբեջանի հետ նոր հնարավոր ռազմական բախման մասին դատողություններով Հայաստանի Հասցեին Ալիևի սպառնալիքների ֆոնին, սակայն ավարտվեց հայ-ադրբեջանական առևտրով։ Իրավիճակը անսովոր էր նաև Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների առումով, որովհետև եկեղեցին է հայտնվել քաղաքական այսպես բանավեճի քաղաքական բախման կիզակետում եկեղեցին մաս է դարձել այդ պայքարին։ Թերևս գլխավոր հարցն է արդյոք այս տարին փոփոխությունների տարի էր Հայաստանի համար։ Իմ հյուրերն են Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ քաղաքագետ Էդգար Վարդանյանը եւ քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանը, պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ինչ եք կարծում, մենք կարող ենք 2025 թվականը, պարոն Խանոմյան, համարել այսպես շրջադարձային տարի 2020 թվականի Հայաստանի համար աղետաբեր տարվանից ի վեր։ Մենք ունենք Ադրբեջանի հետ այսպես հակասությունների թերևս ամենանվազ, ունեցանք ամենանվազ տարին 2020 թվականից ի վեր, ստորագրվեց Թրամփի ուղու մասին այդ փաստաթուղթը, թեև դանդաղ, բայց կարծես այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ տարվում են, եւ ինչպես ասացի, տարին մենք ամփոփեցինք հայ-ադրբեջանական այսպես առևտրի մեկնարկով։ Գիտեք, թվում է, թե տեսականորեն, այո, դրական իրողություններ են տեղի ունենում, բայց երբ վերլուծում ես ամբողջ ընթացքը, ավելի խորքային վերլուծության ես ենթարկում, տեսնում ենք, որ Հայաստանը դարձել է դեկորացիա Ադրբեջանի տարբեր օրակարգեր սպասարկելու համար։ Տվյալ դեպքում այս ամենը, որը մեծ հաշվով արևմուտքին ձեռք է տալիս եւ միջանցքի կարևոր մաս է, բայց հայկական կողմը չկարողացավ այդ միջանցքի ձևակերպումները այնպես անի, որ Հայաստանը առավելագույն շահող դուրս գա։ Օրինակ, այդ միջանցքի ամենակարճ ուղին անցնում է Աղստաֆա, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի կարճ ճանապարհով։ Դա 300 կիլոմետրով ավելի կարճ է, քան Վրաստանով անցնող ուղին, դա 300 կիլոմետրով ավելի կարճ է, քան Մեղրիով անցնող ուղին։ Իսկ ինչու չկարողացավ Հայաստանը, ցանկություն չուներ, թե ուներ ցանկություն, բայց կարողություններ։ Դրանք օբյեկտիվորեն բացակայում են այդ կարողությունները, թե կառավարությունը անհրաժեշտ։ Տարիների ընթացքում Հայաստանում տարբեր կարողություններ աստիճանաբար նվազում են։ Եվ որևէ քայլ չի կատարվում այդ կարողությունների բարձրացման համար։ Դրանք թե տեխնիկական կարողություններ են, թե կառավարչական կարողություններ են, այդ կարողությունների անկումը բերեց պատերազմի կառավարման տապալման, այդ կարողությունների անկումը բերում է խոշոր 20 թվականի պատերազմը նկատի ունեք։ Խոշոր ծավալի տարբեր ծրագրերի իրագործման անկարողության, դա գալիս է թե նորմատիվ բազայից, դա գալիս է թե ընթացակարգերից, ունկնդրի համար սա մի քիչ կարող է անհասկանալի լինել եւ այն բաները, որ ես ասում եմ, ինձ ավելի լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր աշխատել են կամ աշխատում են գործադիրում, ովքեր անընդհատ զգում են այդ բոլոր արգելակները, որոնք թույլ չեն տալիս տարբեր ամբիցիոզ ծրագրեր իրականացնել կամ ընդհանրապես որևէ նախաձեռնողականություն պատժվում է եւ պատասխանատվության ինստիտուտը բավականին ցածր է։ Այսինքն դուք ասում եք, որ կառավարչական հմտությունները Հայաստանում մեղմ ասած սակավ են, ինչն էլ բերում է, որ ռազմավարական հարցերում Հայաստանը չի կարողանում իր շահերը պաշտպանել, չի կարողանում առաջ մղել իր շահերը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Եթե փորձենք իմի բերել տարին, այնուամենայնիվ, դուք 2025-ը ինչպես կբնութագրեք։ Կարևոր բաներ կապենք այդ կարողությունների պակասի հետ կապված, լուրջ խնդիրներ կա որոշումներ ընդունելուց։ Ինչ նկատի ունեք։ Այսինքն Հայաստանում որոշումներ ընդունում է մեկ մարդ եւ միայն մեկ մարդ, եւ այդ որոշումների շուրջ նորմալ տեսությունների շրջանակում լուրջ քննարկումներ տեղի չեն ունենում։ Այո։ Այսինքն ռացիոնալ որոշումներ Հայաստանում չեն ընդունում։ Տեսեք, շատ տարօրինակ իրավիճակում ենք հայտնվել, երբ Հայաստանում ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, բայց չենք կարողանում ունենալ ժողովրդավարական եղանակով ընդունվող որոշումներ։ Ադրբեջանում ընդհակառակը կա ավտորիտար ռեժիմ, բայց որը ռացիոնալ որոշումների առումով ավելի ռացիոնալ է,
ավելի ներկայացչական եւ այլ Դու կարծում եք Ադրբեջանում որոշումները ավելի ժողովրդավարական եղանակով են ընտրվում, քան Հայաստանում։ էլիտայի ներսում այո։ Դուք այս կարծիքին եք։ Անկեղծ ասած ոչ։ Ընդունելով հանդերձ, որ կառավարման համակարգում կան խնդիրներ, եւ այդ խնդիրները նոր չեն ծագել բնականաբար, նշվեց, որ տասնյակ տարիների, պատմություն կա այս առումով։ Բայց գիտեք, օրինակ այս տարի, անցնող տարին, ես կարծում եմ, որ իսկապես շրջադարձային էր։ Շրջադարձային էր շատ առումներով։ Իհարկե առաջի հերթին այն բանով, որ խաղաղության պայմանագիր նախաստորագրվեց։ Մի բան, որը շատ քչերն էին հավատում, որ նման բան կարող է լինել։ Եկեք անկեղծ լինենք, իսկապես սա շատ-շատերի համար անակնկալ էր։ Կներեք, պայմանագիրը նախաստորագրվել է, բայց Ադրբեջանը ունի պայմաններ եւ հայտնի չէ ի վերջո կստորագրվի այդ փաստաթուղթը թե չէ։ Բայց տեսեք, ամենակարևոր բանը, որ կողմերը եկան ընդհանուր հայտարարի մի շարք հարցերի վերաբերյալ, եւ դա տեղի ունեցավ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, մասնակցությամբ, վկայությամբ։ Միացյալ Նահանգները այսօր գերկարևորելով տարածաշրջանի տարատեսակ խնդիրները, սա էլ է հետաքրքիր, չէ, որ կար կարծիք եւ հիմա էլ այդ կարծիքը էլի շատերն են, այսպես ասած, կիսում, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը հետաքրքիր չէ, որ դե երրորդական, չորրորդական, չգիտեմ, 10-րդական նշանակություն ունի։ Իհարկե, եթե համեմատենք, ասենք, Պաղեստինի խնդրի հետ, եթե համեմատենք, ասենք, ռուս-ուկրաինական խնդրի հետ, եթե համեմատենք առաջի հերթին երևի թե պետք է ասեի Չինաստանի հետ կապված խնդիրը, բնականաբար սա նվազ նշանակություն ունի, բայց հավատացեք դրանից հետո իսկապես գալիս է այս փոքր տարածաշրջանի այս մեր խնդիրը։ Երբ որ դուք ասում եք շրջադարձային էր Հայաստանի համար, ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ այն, որ ըստ էության նախ այն, որ գետնի վրա կար որոշակի կայունություն, այդ կայունությունը, այդ ոչ պատերազմ, այս տերմինը կիրառենք դեռևս, ոչ պատերազմ վիճակը սկսեց ինստիտուցիոնալիզացվել։ Եվ միջազգային լայն ներգրավվածություն ըստ էության այս առումով եղավ, եւ ըստ էության այսօր խոսում են այն մասին, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Թեև ես այստեղ իհարկե վերապահումով կմոտենամ այդ պնդմանը, որովհետև մենք դեռևս ունենք փակ սահմաններ, դեռևս Ադրբեջանը շարունակում է որոշ առումներով ոչ կոնստրուկտիվ, այսպես ասած, հռետորաբանություն առաջ մղել, բայց եւ սահմաններ մի խոսքով փակ են, բայց մենք լուրջ առաջընթաց այս առումով ունեցանք, երբ որ բացի հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, նորմալիզացման, ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով գնալով, նաև մենք գնացինք օրինակ դիվերսիֆիկացիայի արտաքին քաղաքականության լրջագույն դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Տեսեք, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն, Միացյալ Նահանգների հետ երկկողմանի խորքային, այսպես ասած, մի շարք հարցերով հարաբերությունների հաստատում։ Մի շարք եվրոպական պետությունների հետ էլի շատ ռազմավարական, այսպես լուրջ բնույթի հարաբերությունների հաստատում։ Մեծ Բրիտանիայի հետ լուրջ, այսպես առաջընթաց եղավ, երբ որ ընդհանրապես այդ թեման, այսպես ասած, չէր շոշափվում, եւ վերջապես Եվրամիության հետ, տեսեք, երկու կարևոր բան։ Մեկը այն է, որ ընդունվեց օրենք, ըստ որի մենք շարժվում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, եւ երկրորդը Եվրամիության հետ էլի ռազմավարական գործընկերության խորքային համաձայնություն ձեռք բերվեց, Մենք այդ թեմաներին դեռ կանդրադառնանք։ Այո, բայց այստեղ կարևորը այն էր, որ այնուամենայնիվ մենք տեսանք հետեւյալը, որ ի տարբերություն, տեսեք, դուք ինչով սկսեցիք, որ կային, չէ, որոշակի խոսակցություններ, մտավախություններ, որ կարող է նոր պատերազմ լինել, նոր էսկալացիա լինել եւ այլն։ Շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ օգոստոսին։ Ես սրա մասին եմ խոսում եւ հիմա մենք տեսնում ենք իմպլեմենտացիայի նոր փուլի մեկնարկը։ Պարոն Վարդանյանը նշում է, որ նախորդ տարվա ընթացքում մի շարք այսպես հաջողությունների հասանք եւ նշում է տարբեր երկրների հետ այսպես ռազմավարական պայմանավորվածություններ, բայց
Գլխավոր մեխը այնուամենայնիվ շարունակում է մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Դուք ինչ եք կարծում։ Մենք կարող ենք խոսել, որ ինչ որ հեռանկար է բացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինչ որ համատեղ շահերի ձևավորման ուղղությամբ, որը անկեղծ ասած իմ կարծիքով ավելի կարևոր է, քան որևէ փաստաթուղթը երկու երկրների միջև։ Իսկ այդ ընդհանուր շահը, Ադրբեջանը բավականին լուրջ է նայում այդ հարցերին, եթե նկատի ունենք ենթադրենք Ռուսաստանը տարածաշրջանից հանելը կարող է ընդհանուր շահ լինել, ես չեմ կարծում այդքան լուրջ արկածախնդրության կգնանեն հայության հետ, հայերի հետ, միգուցե տիպի ծրագիր Ադրբեջանի մտքում կա, բայց բավականին ուրիշ դերակատարների հետ, եւ մեծ հաշվով Հայաստանը ինչ որ տեսնում եմ եւ խոսում եմ կարողություններից, կարևոր է այդ կարողությունների պահը նաև Էդգարի ասած ուղղությունները սպասարկելու համար։ Ինչու՞։ Որովհետև, տեսեք, այս Հայաստանը խաղաղությունից այդ ամեն ինչը գնում է մեծ հաշվով մեծ կորուստներով, գնում է ազգային ինքնության նվաստացման ճանապարհով եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ կորուստները հաշվի առնելով գնում է մեծ հաշվով իր ինքնիշխան տարածքից 12000 կիլոմետր կորցրած, գնում է Արցախը հայաթափած, այո, Հայաստանի ինքնիշխանությունը, հայության ինքնիշխանությունը, այսպես ասենք, տարածվում էր այդ 12000 քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ սրա դեպքում ինչ որ կոմպենսացիա պիտի լիներ, ենթադրենք այդ խաղաղությունը եւ ընդհանուր բարեկեցիկ ապագան։ Բայց երբ որ դու գնում ես նվաստացած, երբ որ դու գնում ես ծնկի բերված եւ անընդհատ քեզ ստորացնում է Ադրբեջանը, այդ դեպքում այդ արդյունքները չեն լինելու, նամանավանդ որ Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր տարբեր տնտեսական մեծ պրոյեկտներ են անում, որպեսզի Հայաստանը այդ տարանցիկ դերակատարությունը չունենա միջին։ Դուք ունեք այլ ընտրանք Հայաստանը ինչ քաղաքականություն պետք է վարի։ Կարող եք օրինակ վերել։ Իհարկե, այդ նույն Ադրբեջանի հետ ինչպես պետք է խոսել, որպեսզի ինչպես դուք եք ասում, մենք նվաստացած չլինենք եւ մեզ հարգեն եւ պայման։ Կարող եք օրինակ առ 1-2 կետով նշել։ Մի քանի կետ, որ կարեւոր է այդ ամեն ինչ։ Առաջինը չպետք է հրաժարվել փոխադարձ հայցերից միջազգային դատարաններում եւ այլն։ Կներեք, բայց եթե մենք ռազմական բախման մեջ ենք մտնում Ադրբեջանի հետ, խոսքը 21-22 թվականների մասին է, ինքներդ գիտեք, որ ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից որևէ աջակցություն չունեցանք, անգամ հայտարարություն չարվեց ի պաշտպանություն Հայաստանի։ Խոսքը սրա մասին է, ոչ թե դատական հայցերի, որոնք Չէ, ես ասում եմ, էլի դե նախ եւ առաջ բանակը պետք է սարքել, որ այս տարիների ընթացքում 20 թվականից հետո մենք տեսնում ենք ինչ որ սպառազինությունների գնում, մենք տեսնում ենք ինչ որ խոսքեր, բայց իրականում կատարողական կարգապահություն, մարտունակություն եւ այլն այս ուղղությունները բավականին թույլ են։ Մեծ հաշվով Հայաստանի բանակը երևի իր պատմության ամենաթույլ վիճակում է, նույնիսկ ավելի թույլ է, քան 20 թվականի նոյեմբերի 9-ին։ Հայաստանի զինված ուժերը եւ ես չգիտեմ, էլի լուրջ կարողությունների խնդիր գոյություն ունի այս ոլորտում, բայց սրա մեջ չծավալվեմ, որովհետեւ թեման մի քիչ զգայուն է եւ որոշակի գաղտնիության տարերեր կարող է պարունակել։ Այսինքն ձեր ներկայացրածի հիմնական, այսպես ասեմ, մեխը նա է, որ մենք չենք կարող Ադրբեջանի հետ պայմանավորվել, մենք պետք է մի քանի բաղադրիչների վրա աշխատել։ Առաջինը բանակ, երկրորդը, եթե այսպիսի խոշոր դերակատար է խաղի մեջ մտնում ինչպես ԱՄՆ-ն էլ, ուղղակի պետք էր մեր շահերը առաջ մղել։ Մարդիկ ուզում են միջանցք ունենալ, ուզում են կենտրոնական Ասիան, հարավային Կովկասը 80 միլիոնանոց, 90 միլիոնանոց շուկա է ընդհանուր հանել, չգիտեմ, Ռուսաստանի, Իրանի տակից, ուրեմն մենք էլ մտնենք այս խաղի մեջ։ Դրա ամենակարճ ուղին, ինչպես ասեցի, Աղստաֆա, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս ճանապարհն է։ Մենք էլ պետք է պնդեինք այս ուղու վրա գոնե։ Այո, տեսեք, քննադատություն է հնչում, բանակը կարգի չենք բերել 20 թվականից հետո, թույլ ենք, նվաստացած դիրքերով ենք հանդես գալիս։ Պարոն Խանոմյանը չասեց, բայց ես կարող եմ ավելացնել, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Հայաստանի ինչ որ մի հատված, մոտավորապես տարբեր թվեր են նշում, 150, 200 քառակուսի կիլոմետր, ինչու ի վերջո Աղստավա, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Կարս այդ հատվածը չի առաջարկվում, այլ հարավային ինչ որ ճանապարհ է առաջարկվում, ինչ կարող եք ասել։ Այստեղ շատ կարևոր է կոնտեքստը, շատ կարևոր է դիտանկյունը, հա։ Եվ որն է կոնտեքստը։ Կոնտեքստը այն է, որ մենք մի կողմից
հարևան ունենալով Ադրբեջան, մյուս կողմից Թուրքիա, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բավականին հզոր երկիր, հա, կարողություններով եւ այլն։ Ադրբեջան նավթային կարողություններով էլի հարուստ հզոր երկիր, հա, այսպես առումով, տարածաշրջանային մակարդակով, այսպես ասենք, հա, ուժեղ երկիր։ Եվ մի կողմից էլ Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական, այսպես դաշնակիցներ եւ որը այսօր նախ ուկրաինական ճամբարում մխրճված է եւ սկսել է մի ավանտյուրա ըստ էության, հա, որի տակից շատ դժվար է դուրս գալը, եւ այս ամեն ինչի նաեւ արդյունքում նաեւ, չեմ ասում միայն, բայց նաեւ Ռուսաստանը ըստ էության չի կատարել իր ռազմավարական ուրեմն պարտավորությունները։ Հասկանալի, բայց մենք կարող ենք դաշնակցային պարտավորություններ։ Հիմա տեսեք, այս պայմաններում, այս պարագայում եւ ամենակարևոր բաներից մեկը չենք մոռանում, չմոռանանք նշել։ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչվել որևէ պետության կողմից։ Իսկ երբ որ պարոն Խանոմյանն ասում է մեր ինքնիշխան տարածք, դուք դրան եք չէր ճանաչել, որևէ պետություն եւ գիտեք ինչ, մանավանդ փոքր պետության համար, հասկանում եք, ունենալով այդպիսի իրավիճակ, այնպես անել, որ քո ցանկությամբ, այսպես ասած, հա, աշխարհակարգը շարժվի, տարբեր պետություններ շարժվեն եւ դու այնպես անես, որ, չգիտեմ, այն ինչը որ դու նախկինում մտածել ես, քո մտածողությունը պարտադրես աշխարհին, դա անհնարին բան է։ Այսինքն, այսպես թե այնպես դու ունենում ես կորուստներ եւ ունեցան կորուստներ, եւ վերջի վերջո տեսեք Ադրբեջանը ինչ էր վաճառում, այսպես ասած, հա, եւ բավականին հաջողությամբ էր վաճառում, որ ներողություն, այստեղ օկուպանտը Հայաստանն է, այսինքն եթե դուք համեմատում եք ռուս-ուկրաինական պատերազմը, աշխարհ, եթե դուք հիմա ասում եք, որ Ռուսաստանը այսինչ բաներ է անում եւ Ուկրաինան պետք է պաշտպանվի, եւ այսպես ասենք աջակցում եք Ուկրաինային, բա նայեք տեսեք, այստեղ Հայաստանն է Ռուսաստանի հետ մեկտեղ օկուպացրել մեր տարածքը Ռուսաստանի աջակցությամբ եւ ես հիմա ազատագրում եմ իմ տարածքը, այսինքն իմ վերահսկողությունն եմ սահմանում իմ տարածքի նկատմամբ եւ ներողություն, որևէ մեկ իրեն չասեց, ասում էին դե ուշ մի կիրառի, լավ բան չի։ Հումանիտար իրավունք, այսպես ասած, մի խախտի, լավ բան չի, բայց որևէ մեկը չասեց, որ գիտես ինչ, դու իրավունք չունես ընդհանրապես վերահսկողություն սահմանել այդ տարածքի նկատմամբ։ Շատ լավ, բայց պարոն Խանոմյանը ասում է, որ ինքը ասում է 20 թվականից հետո այս երկրորդ հարցն մենք թերացել ենք բանակաշինություն, ճիշտ եմ ձեզ Այո, հասկանում։ այդ երկրորդ հապս Արցախի խնդրից չխոսեցի, ասի որ ինքնիշխանության Չէ, որևէ տարածքի վրա ինքնիշխանության կորստի գնով, նվաստացումների, ազգային արժանապատվության ոտնահարման գնով գնում ենք։ Դե սխալ կոնտեքստ է կանում, չէ, մի րոպե կներեք։ Դուք լրիվ այլ բան եք անում եք Ադրբեջանի տեսակետը, բոլորովին այդպես չէ, Ադրբեջանի տեսակետը։ որ Հայաստանն ու Ռուսաստան, չգիտեմ, օկուպացել են, չգիտեմ, Ասում եմ Արցախը Ադրբեջանը դա վաճառում էր միջազգային հանրությանը եւ միջազգային հանրությունը գնեց դա։ Դե հիմա գնեց դե ախր չէ, գիտեք ինչ, դուք ինչ եք ասում, նույն բանը, Մինսկի խմբի համանախագահները 100 անգամ եկել են Ստեփանակերտ եւ շատ հաճախ հանրության հետ են, մի անգամ հանրության հետ են հանդիպել եւ այդ նույն Մինսկի խմբի համանախագահները ասում են, որ խնդիրը չունի ռազմական լուծում։ Օրինակ, սա մի կողմ եմ, բայց այդ խնդիրը բոլորովին տարածքային ամբողջականության անցյալը քննարկենք, ես եմ քննարկենք 2025 թվականին։ Պատճառը դա է, չէ, այսինքն պատճառը դա չէ։ Երբ որ մենք ասում ենք նվաստացում, երբ որ մենք ասում ենք, որ այս կորուստներ ունեցանք եւ այլն, ես էլ ասում եմ հետեւյալը, որ որևէ մեկը չէր ճանաչում դա մեր տարածք եւ հակառակը մենք հիմա իսկապես հասկանալով մեր սահմանները որոնք են, հա, գծելով այդ հստակ այդ սահմանները, այսինքն իրանք գծված են, բայց ճշգրտում ենք եւ հստակ միջազգային ճանաչումը վերահաստատվում է, որ այս պետությունը այս տարածքով ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից եւ կվայելի աջակցություն։ Եվ եթե գնում եք խաղաղության, այո, մենք կաջակցենք այդ խաղաղությանը։ Տարածքային խնդրից չխոսենք, որովհետեւ դա ժողովրդների ինքնորոշման վեճ էր եւ այդ ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ այսօր աշխարհում տասնյակ, եթե ոչ 100-ից ավել երկիր գոյություն ունի։ Ես գիտեմ դրա մասին։ Չէ, բա ինչ չէ խոսքը դրա մասին չէ, խոսքը այն մասին է, որ դրա մասին չէ, բերեք խոսենք դրա մասին, ինչի մասին խոսում ենք։
խոսքը դե ֆակտո իրավիճակի մասին է, որը հիմնված է նաև դե յուրե իրավիճակի որոշակի մեկնաբանության վրա։ Հիմա այս իրավիճակը այսպես մեկնաբանվեց աշխարհի կողմից։ Կարող էր այլ կերպ մեկնաբանվել տեսականորեն, ինչպես Կոսովոյի դեպքում է, կարող էր։ Ինչի 90-ական է։ Կարող է տեսականորեն բայց հիմա մենք երբ որ խոսենք սրա մասին, հասկանու եք, սրանք փաստեր են։ Դուք մեկնաբանություն եք տալիս, եւ եթե ես հիմա ձեր այդ մեկնաբանության հետ սկսեմ պոլեմիկայի մեջ մտնել, մեր ամբողջ հաղորդումը մենք չենք ավարտի, մենք այս թեման անverջ կարող ենք շարունակել։ Խնդրում եմ մեկ վարքյան։ Եթե մենք խոսենք նոր որակի հարաբերությունների մասին, մենք օրինակ ենք բերում Թրամփի ուղին, օրինակ ենք բերում Եվրամիության հետ պայմանավորված, միևնույն ժամանակ մենք գիտենք, որ Գյումրիում շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմակայանը։ Ինչ եք կարծում, 2025 թվականի ընթացքում Հայաստանին հաջողվեց ի վերջո դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, թե խոշոր հաշվով ամեն ինչ նույնն է եւ տարվա վերջին Փաշինյան-Պուտին հանդիպումը հենց դրա մասին է վկայում։ Խնդրեմ, պարոն Խանոյան։ Ամեն ինչ նույնը չէ, մի քիչ պոպուլիզմն է շատացել։ Հասկանում եք, Եվրամիության անդամակցության վերաբերյալ օրինագիծ ընդունելը դրա վառ վկայությունն է։ Եվ դու ունես Որտեղ է պոպուլիզմը։ Որտեղ է պոպուլիզմը, ասեմ որտեղ, որովհետև Եվրամիության չեն անդամակցում օրենք ընդունելով։ Եվրամիությանը անդամակցում են տարբեր հաջորդական քայլերով։ Եվրամիության հետ այդ հաջորդական քայլերի նախաքայլերը ՍԵՊԱ-ն է։ ՍԵՊԱ-ն քանի տոկոսով է կատարվել։ Տնային աշխատանքը քանի տոկոսով է կատարվել։ Այնտեղ մենք ունենք տարբեր բաներ, բլոկներ, հատկապես տնտեսական, որ 80-90% չկատարված տնային աշխատանք գոյություն ունի։ Հասկանում եք, ինչ որ թղթեր են ընդունել այդ ժողովրդավարության, տարբեր չգիտեմ ինչի, խտրականության բացառման եւ այլն, նորմատիվ ակտերը արել են, ընդունել են ինչ որ տեսական մասն է, այն ինչ որ պրակտիկ մասն է, ստանդարտացումը տարբեր ոլորտների, հենց հիմա դնում է էներգետիկ, տրանսպորտ, այդ ամեն ինչ չեն կարող անել։ Մենք հեսա չափական անձնագիր չեն կարողանում տպել, հասկանում եք։ Հիմա հենց այդ գործընթացն է գնում։ Այդ փուլը մի քանի անգամ ձախողվել ենք։ Գնում է։ Չէ, ես էլ այսօր Եվրամիությունը դրական արձագանք է տվել այդ ամեն ինչի։ Դրա համար էլ այդ համապատասխանելիությունը 34% է։ Դուք նկատի ունեք ՍԵՊԱ-ի, ՍԵՊԱ-ն է 34%-ով։ Չէ, Եվրամիության այդ ստանդարտների համապատասխանությունը։ Օրինակ, եթե ասում եք դիվերսիֆիկացիա, չէ՞։ Որ ստանդարտների հասկանալի չէ կներեք։ Եվրամիության անդամակցությունը մի շարք պահանջները եւ Հայաստանը ընդամենը 34%-ով է, հա։ 34%-ով ժողովրդավարական, տնտեսական, տարբեր ստանդարտների հետ կապված քննադատում են իշխանություններին։ Ես հասկանում եմ, որ դուք իշխանության ներկայացուցիչ չեք, բայց քննադատում են, ասում են դուք ընդունում եք օրենք, որ մենք պետք է գնանք Եվրամիություն, ՍԵՊԱ-ն թերակատարվում է։ Չգիտեմ, տարբեր խոշոր ծրագրեր կան։ Ես էլ քննադատեմ, տեղ կա քննադատելու։ Այո, իհարկե։ Ինչ կարող եք ասել։ Դե թերացել են, արժ չի։ Այսինքն, այո, կառավարման համակարգում խնդիրներ կան։ Այո, պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ կան։ Եվ այլ մենեջմենտի հետ կապված, բայց փաստը այն է, որ մենք որոշակի ուղի ենք ընտրել, այդ ուղին Եվրամիությունը, հա, Եվրամիությունն է, եւ այդ Եվրամիությունը ասում է մեզ, սա փաստ է, սա իմ տեսակետը չէ։ Եվրամիությունը ասում է մեզ. ապրեք դուք։ Եվրամիությունը ասում է Հայաստանը եւ Եվրամիությունը երբևէ այսքան իրար մոտ չեն եղել։ Դա ասում է Եվրամիությունը, Եվրամիության պաշտոնական մարմինների ներկայացուցիչները։ Գործնական դաշտում ինչ է դա? Գործնական դաշտում երբևէ այսքան մոտ մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ կազմում, ֆորմալ շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ի կազմում, սառեցված կարգավիճակով։ Այո, բայց ֆորմալ ՀԱՊԿ-ի դուրս չենք եկել։ Ռուսաստանի հետ ունենք ռազմաքաղաքական դաշնակցային թղթի վրա հարաբերություններ, ռուսական ռազմական բազան շարունակում է տեղակայված լինել Հայաստանում։ Տեսեք, նախ Եվրամիության շուկան կամաց բացվում է մեզ համար։ Օրինակ, գիտեք, որ ձկնատեսակները սկսել են վաճառվել Եվրամիության շուկայում եւ հատուկ այսպես որոշակի կարելի ասել կարգավիճակով է այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ կա պերսպեկտիվա ամենակարևորը։ Այսինքն, այդ մեկ քայլ չի, որ դրանով կանգնելու է եւ վերջ։ Ռազմավարական գործընկերություն ինչի մասին է։ Հենց այն մասին է, որ հարաբերությունները տնտեսական խորանալու են։ Ուրեմն տարատեսակ
այսպես ասենք, հա, այդ ստանդարտներին համապատասխանելու գործընթաց է տեղի ունենում եւ եվրոպացիները ասում են Հայաստանին, որ գիտեք, լավ հնարավորություններ են ձևավորվել, մենք կաջակցենք, հա, եւ խնդրեմ, ունենք արդեն որոշակի արդյունքներ։ Մենք այսօր ինչ ունեցանք։ Մենք ունեցանք այն, որ երկար ժամանակ ասվում էր, որ այո, մենք չունենք կենսաչափական այդ անձնագրեր եւ այլն եւ այլն։ Եվ հիմա այդ հարցը լուծվում է հենց հիմա։ Եվ մենք գնում ենք օրինակ վիզաների ազատականացման ճանապարհով եւ դա լինելու է դրա համար բարեփոխումներ են պետք առանց այդ բարեփոխումների մենք երբևէ չենք կարող իհարկե այդ կարգավիճակը ստանալ ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցությանը ներողություն բնականաբար օրենք ընդունելով բնականաբար չեն դառնում Եվրամիության անդամ բայց օրենք ընդունելով դուք ինքդ քո համար նախանշում ես այն ուղին, որով դու շարժվում ես։ Եվ մենք գիտենք բազմաթիվ երկրներ, որոնք ոչ միայն օրենք են ընդունել, նաև սահմանության մեջ են ամրագրել, դա իհարկե չի նշանակում, որ իրանք դրանով դարձել են Եվրամիության անդամ, բայց դա նշանակում է ճանապարհ, դա նշանակում է, դա սիգնալ է նաև, հա, որ դու գնում ես այս ճանապարհով եւ պլյուս դրան, դու իրականացնում ես բարեփոխումներ համապատասխան որոշակի շրջանակի։ Այդ շրջանակը գծվում է Եվրամիություն, Հայաստան համագործակցության տիրույթում։ Շնորհակալություն։ Փաստեր են։ Անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին 2025 թվականի ընթացքում քաղաքական հակամարտության ըստ էության կիզակետում եկեղեցին հայտնվեց եւ սա ինչ որ առումով անսովոր իրավիճակ էր Հայաստանի համար ձեր կարծիքով ինչու այդպես եղավ Չգիտեմ, բայց ինձ համար շատ ցավալի է, երբ ներազգային թշնամանքի կամ ներքաղաքական թշնամանքի անտագոնիստական այդ դաշտի մեջ փորձում է ձևավորվել քաղաքական համակարգ։ Սա ամենացավալի բանն է, որովհետև եկեղեցին, հայկական տարբեր եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ մեծ սոցիալական կապիտալ են ամբողջ աշխարհում եւ այս ծանր փոփոխությունների պայմաններում աշխարհակաղակական այս թոհուբոհի մեջ տարածաշրջանային զարգացումների ֆոնին սա պետք է օգտագործվեր այս ուժը հայության շահերը առաջ մղելու համար։ Ադրբեջանը այսօր հսկայական գումարներ է ծախսում ԱՄՆ քրիստոնեական համայնքներին նրանց լոբին իր օգտին օգտագործելու համար։ Ամիսուկես առաջ մորմոնների առաջնորդին Ալիևը Բաքվում ընդունեց։ Տարբեր եկեղեցական կառույցների հետ է աշխատում քրիստոնեական Ադրբեջանի օգտին լոբինգ անելու համար։ Իսկ մենք այդ հնարավորությունը ունենալով նստած ենք ինչ որ ներքաղաքական, չգիտեմ, հաշիվներ ենք բարձում եւ այլն։ Եթե դուք ասում եք չգիտեք, ես ձեզ հուշեմ։ Իրականում ինչ են ասում։ Իշխանությունները իհարկե ասում են, որ գիտեք, կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, խոսում են ռուսահայոց թեմի առաջնորդի ու KGB-ի կապի, հա, մասին, բայց իրականում բոլորին հայտնի է, որ ըստ էության եկեղեցու ղեկավարության հասցեին հնչում է մեղադրանք, որ եկեղեցին ծառայում է օտար պետության շահերին եւ օտար պետություն ասելով շատերը այստեղ նկատի ունեն Ռուսաստանին եւ հետեւաբար պայքար է սկսվել, քաղաքական պայքար է սկսվել։ Ինչ կարող եք ասել այս առումով։ Եթե օտարերկրյա գործակալներն են, գնացեք ձերբակալեք, նստեցրեք, դատեք, գնդակահարեք, չգիտեմ ինչ պատիժ է հասնում դրա համար, բայց զահլամի տարեք։ Հասկանում եք, դուք կարծում եք դրանք հիմնազուրկ շատ հաճախ հիմնազուրկ են, հասկանում եք, ԱԱԾ սարքել են չգիտեմ ինչ, գնում է պատարագների տեքստերի խմբագրմանն է փորձում մասնակցել ԱԱԾ-ն։ Ծաղր է, հասկանում եք, այդ պատերազմից հետո մի շարք բացահայտումներ եղան գործակալական ցանցի ադրբեջանական, ինչպես են տարբեր բաներ, ես ի պաշտոնե շատ գործերի բան եմ արել, ծանոթացել եմ եւ դա խայտարակություն էր այդ ծավալը, որ Ադրբեջանը այդքան ներթափանցված է։ Դուք նկատի ունեք 20 թվականի պատերազմից հետո եւ դուք ծանոթացել եք ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղում, ճիշտ է հասկանում ես։ Ես նախարար էի, որովհետեւ մեր ոլորտի գաղտնիքներին վերաբերվող տվյալների հետ կապված Ադրբեջանը նման ներթափանցում է ունեցել, բայց վերադառնալով եկեղեցուն, այո, վերադառնալով եկեղեցուն օրինակ իշխանությունները ասում են, գիտեք, նույն կուսակրոնության ուխտը, կաթողիկոսը զավակ ունի եւ ես էլ այդ եմ ասում, որ մեծ ռեսուրս ունի
եկեղեցին կրոնական կազմակերպությունները, որ պետք է Իսկ դուք առաջարկում եք անտեսենք այս կետը։ Ես տիպի հարցերը տարբեր ձևերով են լուծվում եւ այլն, ոչ թե փորձում են հրապարակային ներազգային թշնամանք սերմանել եւ ընդհանրապես քաղաքական դաշտում, երբ որ ես նայում եմ նույն խորհրդարանում խորհրդանական ուժերի եւ իշխանության մեջ վեճերը, դա խորին անտագոնիզմ է, փոխադարձ ատելություն է։ Շատ լավ, բայց չեք կարծում, որ եկեղեցին ինքը պետք է վեր կանգներ ներքաղաքական եւ չէ՞ որ եկեղեցին ակնհայտորեն եկեղեցու ղեկավարությունը ակնհայտորեն բռնել կողմը եւ չեք կարծում, որ ինքը պետք է վեր կանգնի։ Հետեւաբար ինչու դա չէ։ Իշխանամետ եկեղեցականներ եկան։ Ասածս վերաբերում է բոլորին էլ, ասածս վերաբերում, բայց առավել եւս իշխանությանը, որովհետեւ իշխանությունը ունի ամենամեծ ռեսուրսները, որովհետեւ իշխանությունը կարող է այդ հարցերը լուծել այլ կերպ, քան լուծում է հիմա։ Պարոն Վարդանյան, տեսեք, քննադատություն է հնչում իշխանությունների հասցեին, ասում են, գիտեք, անուղակի ասում եք, որ այս մարդիկ ծառայում են Ռուսաստանին, այդ ձերբակալ եք այս մարդկանց, եթե դրանք ազդեցության գործակալներ են, կամ պարզապես գործակալներ են, ինչքան կարելի է այս գործընթացը այսպես շարունակել եւ խոսել այսպես ակնարկներով եւ ինչ կարող եք ասել այս քննադատությանը։ Որ ասում էի կոնտեքստը միշտ պետք, հիմա էլ կասեմ։ Եկեք հասկանանք, որտեղից այս ամեն ինչը եղավ։ Որտեղից ծագեց այս խնդիրը ընդհանրապես։ Եկեղեցին չի ռեֆորմացվել։ Եկեղեցու ղեկավարությունը ավտորիտար մտածողություն ունի, խիստ ավտորիտար եւ մշտապես եղել է ավտորիտար իշխանությունների կողքին։ Երբ որ երկրում տեղի ունեցան դեմոկրատական փոփոխություններ, եկեղեցին տեսավ, որ կորցնում է մի շատ կարևոր բան իր համար, հա? Այսինքն ինքը մոնոպոլ, այսպես ասած, այդ իր կարգավիճակը իրեն հարմար էր։ Որևէ մեկը հարց չտա, որևէ մեկը չասի եկեղեցու ներսում ինչ է կատարվում, որևէ մեկը հարց չբարձրացնի եկեղեցին արդյոք իր դրույթներին հետևում է թե ոչ։ Եկեղեցին այլ երկրների ինչ որ, չգիտեմ, ինստիտուտների հետ կապ ունի թե ոչ, եկեղեցու ղեկավարները եւ այլն։ Երբ որ սկսեցին այդ հարցերը տալ, լեգիտիմ հարցեր, բնականաբար իրենց մոտ հարց առաջացավ, փաստորեն մեր մոնոպոլ, այդպես ասած, այդ իշխանությունը սկսում են կորցնել։ Եվ ինչ արեցին նրանք։ Նրանք ըստ էության, տեսեք, եկեղեցու ղեկավարության մասին է խոսքը։ Առաջինը, մտան քաղաքական պայքար։ Ոչ թե առանձին եկեղեցականներ ուղակի, որպես քաղաքացիներ սկսեցին դիրքորոշում հայտնել, այլ նաև Մայր Աթոռի ղեկավար ինստիտուտը Մայր Աթոռի անունից եղան քաղաքական ներկուսակցական բնույթի հայտարարություններ։ Իսկ դուք պնդում եք, որ նոր իշխանությունները, այսպես ասենք, ավելի պարզ ասենք, անդրադարձան բարձրաստիճան եկեղեցականների շահերին եւ ի պատասխան բարձրաստիճան եկեղեցականները սկսեցին նման կերպ արձագանքել։ Ոչ այդքան, ոչ այդպես, այսպես ասեմ։ Իրականում ժողովրդավարական գործընթացները հնարավորություն ստեղծեցին մարդկանց հարցեր տալու, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչներին։ Սկսեցին հարցեր տալ եկեղեցուն, այդ հարցերի պատասխանները եկեղեցու ղեկավարությունը չունի, թաքցնում է, տարբեր, չգիտեմ, մանիպուլյացիաներ եւ այլն։ Դե օրինակի համար, այսինքն դուք ինչ շահ եք սպասարկում։ Արդյոք դուք ապրում եք եկեղեցու կանոնների համաձայն։ Արդյոք, չգիտեմ, կոռուպցիա չկա ձեր ներսում եւ այլն։ Որտեղից է գոյանում SSS հարստությունը, ո՞նց է բաշխվում։ Արդյոք դուք կապեր ունեք ինչ որ այլ երկրների, ինչ որ ինստիտուտների հետ։ Եվ այլն եւ այլն։ Հիմա եւ սկսած նրանից կաթողիկոսը երեխա ունի թե ոչ, հա։ Եվ որևէ պատասխան չեղավ սրան եւ եղավ հակառակ, այսինքն սկսեցին իշխանություններին մեղադրել նրան, որ իրենք դավաճան են։ Հիմա տեսեք։ Երկրորդ բանը կոնկրետ եկեղեցականներ մտան քաղաքական պայքարի մեջ, պոպուլիստական, ծայրահեղ աչական, ծայրահեղ ազգայնական լոզունգներով, նարատիվներով, հա, եւ սկսեցին ասել նաեւ, որ մեզ համար ընդունելի են նաեւ այսպես ոչ ժողովրդավարական մեխանիզմներ փաստորեն,
հա, այսինքն եկեք այնպես անենք, ճնշում գործադրենք, չգիտեմ, մտնենք խորհրդարան, ասենք, որ դուք պետք է ընտրեք ինչ որ մի մարմին, որը սահմանադրությամբ որևէ կերպով նախատեսված չէ։ Հետո պարզվեց ըստ էլի իրավապահ մարմինների արդեն, որ որոշ եկեղեցականներ նախապատրաստում էին հեղաշրջում։ Հետո մեկ էլ դուրս եկավ կոնկրետ եկեղեցական Բարսաշճյան պաշտոնյա, հա, եկեղեցու հիերարխիայում թեմերից մեկի ղեկավար եւ ասեց, որ շատ ճիշտ է եւ ինքը դրթել է, ոչ թե դրթել է, այլ ասել է, հա, որ ճիշտ է իրականացնել ռազմական հեղաշրջում։ Ներողություն ավարտեմ։ Հակասահմանադրական քայլ։ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազանի այո։ Եվ տեսեք ինչ եղավ եկեղեցու ղեկավարությունը, այսինքն մայրաթոր այդ մարմինը իրենց աջակցեց այդ դիսկուրսը եւ երբ որ աջակցեց ես չեմ հիշում որ կաթողիկոս աջակցող հայտարարությունը առա ինչ առումով երբ որ ձերբակալեցին եւ քրեական գործ հարուցվեց եւ այլն դա դիտարկվեց որպես քաղաքական հետապնդում եւ որևէ բան, որևէ քննադատող բան չասվեց, որ այն ինչ որ ինքը ասել է, անընդունելի է եկեղեցու ղեկավարության համար։ Եթե դու չես ասում, որ սա անընդունելի եկեղեցու ղեկավարության համար եւ հակառակը, ըստ էության ասում ես, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչ է սա, եթե ոչ նման դիսկուրսի աջակցություն, որ հակասահմանադրական ճանապարհով պետք է բանվի։ Եթե փորձենք կանխատեսում անել Դուք ինչպես եք տեսնում, ինչպես եք պատկերացնում եկեղեցի իշխանություն այս խնդիրը ինչպես կարող է հանգուցալուծվել։ Չգիտեմ, ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները ոչնչացնել, այդ թվում, այո, խղճի ու քաղբանտարկյալներ ունենալու գնով, եւ գտնում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում լուրջ էրոզիա է ենթարկվում։ Ես շատ անհանգստացած եմ Հայաստանում արկա քաղաքական դաշտի անտագոնիզմով, փոխադարձատելությամբ, երբ մի կողմը մյուսին դավաճան ասում է, մի կողմը մյուսին թալանչի ասում եւ այլն, եւ լուծումներ չեն առաջարկվում։ Երբ ելի եմ կրկնում, մենք լուրջ խնդիրներ ունենք, լուրջ գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած, եւ այդ գոյաբանական խնդիրները լուծելու համար մեզ պետք են լուրջ կարողություններ։ Դրա համար նաև պետք է հանրային դաշտում համերաշխության որոշակի աստիճան, որը կտրուկ բացակայում է թե այսօրվա իշխանության առավելապես իշխանության, թե ընդդիմության, թե մյուս խորհրդանական եւ արտախորհրդանական ընդդիմության մի մասի պատճառով։ Երբ որ դուք ասում եք քաղբանտարկյալներ, դուք նկատի ունեք սրբազաններին, դուք նկատի ունեք։ Ես նկատի ունեմ նաև հենց Բագրատ եւ Միքայել սրբազաններին, որոնց համարում եմ խղճի բանտարկյալներ։ Այսինքն այն, որ հեղաշրջման կոչ է անում մարդը։ Այդ բաները, դա դատապարտելի չէ։ Հեղաշրջման կոչ է անում, այդ ժամանակ գնային բանան են, ձերբակալ են։ Այջան, կոնտեքստը էլի կարևոր։ Չէ, էլի կոնտեքստը շատ կարևոր է։ Եթե ուզում ես ոչնչացնես քո, այնտեղ մի հատ էլ մեկը կա, ընդհանրապես մի բառը ասել, էլի տարեն նստացրել են։ Նրան ինչի համար։ Հայք, կոնկրետ մենք ունենք այս case-ը։ Հիմա այս case-ով ոնց եք դուք ասում, որ ինքը քաղբանտարկյալ է։ Case-ով ես տեսնում եմ, որ 2-3 տարի առաջ այդ մարդը նույն բառը ասել է, դիմել են դատախազություն, դրա մեջ որևէ բան չի գտել, եւ 2 տարի հետո գտել է։ Իսկ հիմա ինչու է գտել։ Որովհետեւ հեղաշրջման փորձ է եղել ըստ իրավապահների, կոնկրետ մարդիկ կան։ Ես իրավապահներին չեմ հավատալված, եկեք ոչ մեկին ուրեմն չհավատամ։ Չէ, չեմ հավատում, որովհետեւ որևէ ապացույց այդ հարցերով չեն ներկայացել։ Ապացույցներ կան։ Չկան ապացույցներ։ Ոնց չկան ապացույցներ։ Որտեղ դատանով ապացուցված գործ չկա, ինչ ապացույց։ Չէ, մի վարքյան։ Դատավճիռ չկա, բայց կա դատավճիռ կոնկրետ Աչապահյանի գործով, չէ։ Որ ինչ։ Այսինքն այն, որ ինչն է ապացուցված, էլի ուզում եմ այդ ապացուցված է հեղաշրջման կոչը, հա, որ մարդը հնչեցրել է եւ դրա համար իրեն դատապարտել է։ Դա փաստ է, չէ։ Չէ, ես չեմ խորանում դրա մեջ, որովհետեւ չեմ ուզում բանալ։ Իսկ այն մնացած այն գործը հիմա ընթացքի մեջ է։ Ներկայացվել են որոշակի ապացույցներ, դուք կարող եք ասել, որ այդքան հիմնավոր չէ։ Տեսնենք ինչպես է այստեղ մարդիկ Ես կարող եմ ասել հիմնավոր է։ Հայաստանի բնակչությանը մի զգալի տոկոս քրեական գործերով անցնում է, ամենաբարձրը Հայաստանի պատմության մեջ։ Հենց այնպես, այսինքն իշխանությունները վերցրել են։ Հենց հիմա Հայաստանի եւ հորինել պատմության են մեջ ամենաշատ մարդն է անցնում
քրեական գործերով, եւ սա 2008 թվականի մարտի 1-ից հետո այս չափ չէր քրեական գործերով անցնում։ Ոչ։ Քրեական գործերով ընդհանուր կապ չունի էլի այդ քաղաքական եւ այլ շրջանակները։ Ուզում եմ ասեմ, քրեացին վիճակն է բավականին բարձր է, քրեական գործերով կամ տարբեր, չգիտեմ, բաներով ամենաշատ պատմության մեջ ամենամեծ տոկոսով մարդիկ են անցնում։ Գուցե դա պատճառը նաև որ ոստիկանությունը սկսել է նաև արդեն արձանագրել հանցագործություններին Եվ ավելի էֆեկտիվ աշխատել։ Եվ նաև դատախազությունը դա խիստ կասկածելի է, որովհետև այդպես է, ես ուղղակի որպես տեսակետ եմ։ Սեփականության դեմ գործվող բազմաթիվ հանցագործություններ ամենօրյա լայն տարածում ունեն եւ որևէ լուծում կարծես թե չեն գտնում։ Էլի գալիս են Բայց դե կրիմինալ ստատիստիկան ձեր ասածը չի հաստատում։ Շատ լավ կարողությունների եթե պարոն Վարդանյան եթե փորձենք կանխատեսում անել դուք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում Ինչ առումով եկեղեցի իշխանություն դե տեսեք կա որոշակի տենդենս այդ տենդենսը հետեւյալն է որ բարձրաստիճան որոշակի եկեղեցականներ դուրս են գալիս եկեղեցու այսպես ասենք ղեկավար մարմնի վերահսկողությունից սա նշանակում է որ եկեղեցու ներսում կա այսօր պառակտում սա ակնհայտ է ուղղակի եւ այդ գործընթացը կարող է շարունակական լինել իմ կարծիքով այդ գործընթացը շարունակվելու է Երկրորդ հանգամանքը հավանաբար լինելու է նոր բացահայտումներ, որովհետև դժվար թե ասենք 1, 2, 3 դեպքով սահմանափակվեն այդ բացահայտումները, այսինքն եթե խնդիրներ են եղել, չգիտեմ, բարոյականության հետ մի կողմից, մյուս կողմից օրենքի հետ եւ այլն, դրանք հավանաբար ավելի ծավալուն են եղել, քան մինչեւ հիմա բացահայտվել է։ Եվ դրա համար այս առումով էլ կարող են լինել զարգացումներ Եվ երրորդ բանը, որ վերջի վերջո նաև պետությունը կարող է որոշակի, այսպես ասենք, նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա, որով կսահմանափակի այսպես ասենք եկեղեցու առանց որևէ խոչընդոտի ռեսուրսների տիրապետումը, լայն առումով ռեսուրսների տիրապետումը։ Օրինակ հողային, այսպես ասած, հա, իրավունքի հետ կապված այստեղ կարող են լուծումներ լինել եւ այլն, այսինքն մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը նաեւ նրանից է, որ եկեղեցին փաստորեն լինելով ազգային ինստիտուտ եւ տիրապետելով հսկայական ռեսուրսների, այդ ռեսուրսները այսօր հանել է պետության դեմ Հենց պետության դեմ, որովհետև տեսեք, ինչու եմ ես սա պնդում։ Մեր պետությունը ժողովրդավարական պետություն է, սահմանադրության, չէ, եւ նաեւ դե ֆակտո։ Հիմա տեսեք, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բարսեղյան եկեղեցական, պարոն Աչապահյանը, ասում է, որ չպետք է պատկանի ժողովրդին, ռազմական հեղաշրջում, ռազմական խունտային պետք է պատկանի իշխանությունը։ Եվ եկեղեցին հաշտ է դրա հետ։ Սա նշանակում է, որ ժողովրդի իշխանության դեմ է դուրս եկել, հենց ժողովրդի իշխանության, այսինքն պետության դեմ։ Եվ հիմա տեսեք, այս դեպքում ուրեմն բնականաբար պետք է փորձ կատարվի այդ ռեսուրսները չեզոքացնել, այսինքն որովհետև այդ ռեսուրսները օգտագործվում են պետության դեմ եւ Այսինքն դուք սպասում եք, որ կառավարությունը եկեղեցու ինչ-որ ռեսուրսներ կվերցնի։ Օրենսդրական առումով, այսինքն հնարավոր է խորհրդարանը, օրինակ, որոշակի այսպես օրենքներ ընդունի այս առումով, դա նաև երկարաժամկետ բան, կապ չունի ով է այս դեպքում, հասկանում եք, շատ կարևոր է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ լինեն։ Այդ անջատ լինելու համար չի կարելի այնպես անել, որ մի ինստիտուտ, որը եկեղեցին է, ազգային եկեղեցին է, այսպես անսահման ռեսուրսներ ունենա, որևէ հաշվետվություն չներկայացնի եւ վերջի վերջո երբ ուզենա օգտագործի այդ ռեսուրսները կուսակցական ինչ որ գործունեության համար։ Եվ տեսեք, այս ամեն ինչը նաեւ ինչու է այս խնդիրը ծագել, որովհետեւ եկեղեցին ինքը իրավունք չուներ մտնել կուսակցական պայքարի մեջ։ Եկեղեցին բոլորինն է, չէ՞, իսկ ժողովրդի մեջ բնականաբար կան տարբեր խմբեր, կուսակցություններ, չէ՞, ամեն մի կուսակցություն իր գաղափարախոսություն ունի, իր սոցիալական բազան ունի եւ այլն։ Ինչպես կարելի է վերցնել մեկ քաղաքական ուժի, ուրեմն, այսպես ասած, քարկոծել եւ ինչ որ այլ քաղաքական ուժի կամ ուժերի պաշտպանել։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, պարոն Խանոմյան, ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել ենք քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանին եւ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանին, կհանդիպենք։